որ որոշ վարչական շրջաններում մեզ մոտ նաև երևանցիները խնդիր են ունենում տուժերի եւ տուգանքների հետ կապված եւ տուժերի եւ տուգանքների եւս մի նախագիծ վաղը հավաքանու նիստին արտոնություններ տվող եւ բոլոր տուգանքներից եւ տուժերից ազատող նախագիծ է ընդունվելու եւ հետեւապես իրելի երևանցիներ ուզում եմ վստահ լինեք, որ աղբանության հետ կապված ինչպես եւ նախկինում խոստացել էինք, որևէ տուժեր եւ տուգանքներ մինչ այս պահը, քանի դեռ համակարգը նոր էր ներդրվում, չի կիրառվելու, նույնիսկ եթե որոշ դեպքերում նմանատիպ վճարումներ եղել են, դա հաշվանցվելու է հիմնական աղբանության վճարին։ Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ ոնց հասկանում եմ, բավականին տենց նաեւ շահարկման թեմա է դարձել։ Երկրորդը ես ուզում եմ խոսել այնուամենայնիվ մեր ընդհանուր սեփական եկամուտների մասին եւ իրականում սեփական եկամուտների հավաքագրումը ուղղակի բյուջետային թեմա չէ։ Սեփական եկամուտները Երևան քաղաքի կառավարելիության խնդիրները լուծելու ունակության մասին է։ Եվ երբ որ օրինակ մեզ ասում են հրատապ կարգով էս փողոցը պետք է ասֆալտապատվի, էս կոյուղին պետք է վնասվելա, ինչ որ մի բան պետք է արվի, հեղեղատարը մյուսը, այդ հիմնականում Երևանի քաղաքապետարանը իրականացնում է սեփական եկամուտներով։ Եվ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտները ավելացրել է եռապատիկ, այսինքն Երևանի քաղաքապետարանը վերջին 3 տարվա ընթացքում արել է ամեն ինչ, որպեսզի իր կարողությունը արագ խնդիրները լուծելու ավելացնի, բայց ինչ է նաև դրա հետ մեկտեղ տեղի ունեցել։ Իհարկե դրա հետ մեկտեղ մենք ավելացրել ենք մեր ավտոբուսային ցանցում նոր որակյալ ավտոբուսների քանակը, մենք ավելացրել ենք նոր տրոլեյբուսներ եւ դրանք էական ծախսեր են ավելացրել Երևանի քաղաքապետարանի համար, որոնք կրկին Երևանի քաղաքապետարանը հոգում էր եւ օրինակ նախորդ տարի միայն Երևանի ավտոբուս ՓԲ-ի սուբսիդիան հասել էր մոտ 9 միլիարդ դրամի։ Եվ այսօր մենք արձանագրեցինք, որ այնուամենայնիվ որոշակի թեր հավաքագրում ունենք հանրային տրանսպորտի ոլորտում մոտ 2.3 միլիարդ, ճիշտ եմ, չէ՞, ֆիքսում, պարոն Հակոբյան։ Եվ իրականում որքան էլ որ մեր ընդդիմադիր գործընկերները հպարտանում էին այն բոյկոտի process-ով, որ կազմակերպվում էր Երևան քաղաքում տրանսպորտային վճարների տեսանկյունից։ Այո, որոշ չափով այդ բոյկոտը նաև հիմա մենք տեսնում ենք, որ ազդել է եկամուտների վրա, բայց այնուամենայնիվ իհարկե մոտավորապես 75-80% մարդկանց պարտաճանաչ վճարում են, այսինքն երևանցիները հիմնականում նույնիսկ առանց տուժի տուգանքի, ուղղակի իրենց իրավագիտակցությունը իրենց թույլ չի տալիս այդ չվճարել եւ այդ process-ին միանալ եւ ես շատ շնորհակալ եմ մարդկանց իրապես հասկանալու թե Երևանի քաղաքապետարանը ինչ է անում եւ այնուամենայնիվ մի արձանագրում պետք է անենք բոլոր այն կոչերը, որոնք որ միտված էին նրան, որ Երևանի քաղաքապետարանի եկամուտները նվազեցվեն, մասնավորապես տրանսպորտի ոլորտում։ Սիրելիներս, դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա։ Առաջին հերթին եւ օրինակի համար եթե այսօր մոտավորապես 2.7% ունենք մենք ավտոբուսներ, որոնք որ դուրս չեն եկել, այսինքն այդ ֆինանսական հոսքը այնքան է աճում, որ Երևանի քաղաքապետարանը ուղղակի ֆիզիկապես չկարողանա անընդհատ այս ծավալը սպասարկի եւ հետեւապես կրկին անգամ եւ ուզում եմ հատուկ շեշտել եւ այստեղ որևէ տենց երկրորդ կարծիք չկա, այո պետք է լինի տուգանք Այո հանրային տրանսպորտից օգտվելու եւ չվճարելու համար պետք է գործի տուգանք։ Երևանի քաղաքապետարանը կամ Երևան քաղաքը միակը չեն աշխարհում, որ ունեն նմանատիպ խնդիր։ Այսինքն դա կա Փարիզում, դա կա Լոնդոնում, դա կա եւ կներեք ամենայն հարգանքով նորից այդ բոյկոտի շղարշի ներքո ուղակի կոծկելը անպատասխանատվությունը ես տենց չեմ ընդունում։ Դա անպատասխանատվություն է քաղաքապետարանի նկատմամբ սեփական քաղաքի, սեփական քաղաքում ունեցած հանրային տրանսպորտի նկատմամբ Երևան քաղաքում գազել չկա։ Երևան քաղաքում կան բարձրակարգ ավտոբուսներ, որոնք որ
երթևեկում են ամբողջ քաղաքով եւ էականորեն ցանցը ընդլայնվել է եւ Երևան քաղաքում համապատասխան սպասարկման համար կա համապատասխան վճար։ Մի վճար, հարգելի գործընկերներ, որը մոտավորապես հələ 10-11 տարի առաջ Երևանի քաղաքապետարանը ուզում էր ներդներ նախկին գազելների համար։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ դա նույնպես շատ է, Ժորժ ջան, ենթադրում եմ, այդ ենթադրություններով կարող ենք վերադառնալ նախկին գազելների համակարգին։ Որովհետև եթե մենք չենք ուզում, որ տրանսպորտի որակը փոխվի, հա, տենց կարանք մաշացնենք մինչև վերջ, որևէ բան չվերանայենք ու այո, կունենանք այն ինչ որ ունեցել ենք մոտ 30 տարի։ Եթե ուզում ենք մեր կյանքում որևէ բան փոխվի, այդ փոխվելու համար նաև համապատասխան միջոցներ են պետք։ Որոշ չափով բոլորը պետք է մասնակից լինեն այդ փոփոխությանը։ Եվ սա նորմալ տրամաբանություն է։ Եվ այո, ժամանակ առ ժամանակ հարգելիներս որոշ ծառայությունների վճարներ պետքա վերանայվեն, ինչքան էլ որ դա հաճելի չի։ Բայց կներեք 40 տարվա ընթացքում, ասենք, մի անգամ չպետք է վերանայվեն, որ ամբողջ տրանսպորտային համակարգը փոխվում է։ Ես կարծում եմ, որ դա շատ տրամաբանական փոփոխություն է, որ տեղի ունեցել, եւ ազգային ժողովի մեր գործընկերների հետ, պարոն Գրիգորյան, խնդրում եմ ինտենսիվ աշխատել եւ նրանց խնդրել, որ մաքսիմալ ամենաարագ ընթացակարգով բոլոր օրենքներում փոփոխությունները տեղի ունենան։